ես ցայն զարգացում ասեմ կամ ահեղցայինս խորագրով ստեղծագործություն եւ մյուսը սայլնային իջաներ։ Ստեղծվեց եւս մեկ ստեղծագործություն, որ պատկանում է Նարեկացուն, Շնավարյան կրթական համակարգը երաժշտությունը դիտում էր որպես պարտադիր կրթական դիսցիպլին, առարկա։ Ինչ-որ երևույթ, օրինակ չգիտեմ, ԽՍՀՄ ժամանակահատվածում, որ նրա վրա արգելք է դրվել կամ նրա ստեղծագործությունները արգելքի տակ են ընկել։ Այո, եղել է, երևի եղանակ իմաստով չէ, որ պիտի հասկանաք, այլ երգի տեսակ է։ Բաներ, որ նարեկացուց է սկսվել հոգևոր կամ առհասարակական երաժշտության մեջ գործածվել։ Ալիտերացիայի եւ դիսոնանսների հարցը պոետիկ արվեստի դեպ տերմինը երաժշտության մեջ ուրիշ բան կնշանակեր, դիսոնանս, պոեզիայի ուրեմն թերևս իհարկե նարեկացուց է դիտարկում